հաջորդ բան սպառնում է հայ ժողովրդին, ուրեմն 2 ամիս առաջ հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիություն Ռուսաստանը դեմ չէ, Յանուկովիչին էլ չգիտեմ որտեղից գտնում են կրկնում այդ նախադասությունը, բայց Հայաստանի սպառնալու նախադասության մեջ նշում է, որ ամեն ինչ Ուկրաինայում սկսվեց Եվրամիության անդամակցությունից։ Հիմա դժվար է հասկանալ Վլադիմիր Պուտինին, բայց ինձ թվում է Լուկաշենկոն ամենալավն է հասկանում հայ ժողովրդին, որը 2019 թվականին հատկապես 2010-ից սկսած պարոն Լուկաշենկոն փորձում էր դիվերսիֆիկացնել իր երկրի արտաքին քաղաքականությունը, խոսում էր, որ մեկ երկրից կախված լինելը լրիվ մեր մասին է, սխալ է տնտեսապես, որ մենք պետք է Եվրոպայից էլ էներգագիրներ բերենք եւ այլն, մասնակցում էր Արևելյան գործընկերությանը, Վիեննա այցելեց 19 թվականին, եվրոպական խաղեր Բելարուսում եւ գազի գինը որոշեցին բարձրացնել։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը ճնշում է իրեն եւ закручивает руки, իր բառերն եմ ասում, փորձում է մեր ձեռքերը ոլորել։ Հիմա երբ ուրեմն Հայաստանն է այդ ճանապարհով գնում, ես վստահ եմ իհարկե պարոն Լուկաշենկոն չի կարող բարձրաձայն ասել, որ համակրում է հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին, բայց իր ներսում գոնե այդ վրեժը իմ կարծիքով պահում է եւ մի րոպե չեմ զարմանա, եթե Վլադիմիր Պուտինի ձախողման դեպքում նա հայտարարի, որ միշտ էլ ինքը կողմնակից է եղել Եվրամիության անդամակցությանը։